Կեղծ է, թե իրական Եզրազ արքեպիսկոպոս Ներսիսյանին վերագրվող փաստաթուղթը։ Եթե անգամ ընդունենք, որ այն կեղծ չէ, դրա հրապարակումը օրենքի ոտնահարում է, ասում է ԱԱԾ պահեստազորի միության տնօրենը։ Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է օպերատիվ հետախուզական մարմինների հետ գաղտնի համագործակցող կամ երբևէ համագործակցած անձանց մասին տեղեկությունները պետական գաղտնիք են։ Եթե պետությունը չի կարողանում սեփական քաղաքացու անձեռն մխելիությունը, սեփական քաղաքացու ունեցած կարծիքները պահելն ու պահպանելը, ուրեմն դեպքում այդ պետության հիմքում ինչ-որ մի բան դժգոհորեն խախտված է։ Ազգային անվտանգության ծառայությունը չի հերքել, որ ՔՊ կուսակցության լրատվամիջոցին հենց այդ կառույցից են տրամադրել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթը։ Այդ կառույցը կատարել է իր ֆունկցիան, իր գործառույթը իրականացնելուց։ Ըստ փորձագետների, գործակալ դառնալու համար մարդը ստորագրություն է տալիս, որ իշահ պետության է գործելու։ Պետությունն էլ պարտավորվում է գաղտնի պահել այդ մարդու մասին ցանկացած տեղեկություն։ Մարտին Հուրիխանյանը պնդում է, ՊԱԿ-ում գործակալների մասին կարող էին իմանալ միայն երկու մարդ։ Գաղտնի ծառայության առաջին դեմքը եւ այն աշխատակիցը, որը հավաքագրել է գործակալին։ Նույնիսկ իր վերադասը, իր ղեկավարը, ասենք բաժնի պետ է, վարչության պետ է, այդ գործակալի մասին տեղեկություններ ունենալ չէին կարող։ Միակ մարդը, որ կարող էր ունենալ, բացի այդ տուն հավաքագրողից, այդ մարդը կարող էր միայն կառույցի գլխին կանգնած մարդը։ Հուրիխանյանը կասկածում է հրապարակված թղթի իսկությանը։ Այնտեղ ստորագրություններ կան, որոնք անանուն են, նկատում է նա։ Ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող մարդկանց հաշվարկով արված գործողություն։ Եթե սա կեղծ փաստաթուղթ է, որին միտված եմ ավելի հավատալու որակը տեսնելով, դա նշանակում է, որ լրատվականը ազգային անվտանգության ծառայության անունը շահարկելով ինչ-որ հրապարակում է անում հերթական անգամ հակաեկեղեցական մթնոլորտ ձևավորելու համար։ Հայաստանի իշխանությունը Եզրասրբազանին գործակալ հռչակելով ու հայտարարելով, թե այսօր էլ նա կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, հող է նախապատրաստում նրան ձերբակալելու համար, ենթադրում է իրավապաշտպանը։ Ձերբակալելու եւ կալանավորելու։ Սա պարզային չէ կատարվում։ Իրավապաշտպանի համար ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունը իրավական ամբողջ համակարգն օգտագործում է իր հակաեկեղեցական արշավը հաղթական ավարտի հասցնելու համար։ Ինչը, սակայն, լուրջ հարված է Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Ողջ իրավապահ համակարգը լեցված է ինչ-որ ֆեյք պատարակներ սպասարկելուն, ինչ-որ կարելի ասել աղանդավորների տանել բերելուն, դրա համար մենք այս վիճակում ենք։ Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։